Իսրայելա-ամերիկյան ուժերի ռմբակոծման ֆոնին առաջին անգամ պատերազմի մեջ է ներգրավել Թուրքիան։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իրանական բալիստիկ հրթիռ խոցելու մասին։ Իրաքի և Սիրիայի տարածքով անցած հրթիռը կործանել է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգը։ Պաշտոնական Անկարան արդեն զգուշացրել է, որ իրավունք ունի համապատասխան պատասխան տալ տեղի ունեցածին։ Երկրի արտգործնախարար Հական Ֆիդանը Իրանին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից։ Թուրքիան կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ նմանատիպ գործողություններից։ Ըստ վերլուծաբանների, տեղի ունեցածը հակամարտության երկարաձգման նոր հիմքեր է ստեղծում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք են ժամանում ամերիկյան նոր ստորաբաժանումներ, իսկ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ի և Իսրայելի օդուժը մեկ շաբաթվա ընթացքում լիակատար վերահսկողություն կհաստատի Իրանի երկնքում։ Նա շեշտել է, որ մինչև այժմ իրականացված հարվածները միայն սկիզբն են, և առջևում սպասվում են ավելի մասշտաբային գործողություններ, որոնց համար Միացյալ Նահանգներն ունի բարձր ճշգրտության ռումբերի անսպառ պաշար։ Ըստ պատերազմի նախարարի, իրանցի զինվորականները զրկված են կապի և հաղորդակցության հնարավորությունից, ինչը կազմալուծել է բանակի կառավարումը։ Նրանց վերջը եկել է, սա արդար պայքար չէ, և մենք հարվածում ենք նրանց, երբ նրանք արդեն ծնկի են եկած, հայտարարել է Հեքսեթը, նշելով, որ ԱՄՆ-ն հաղթում է վճռականորեն և առանց գթության։